Պարոն Ալեքսանյան, ի վերջո, եթե Վարդան Ղուկասյանը ընտրվում է քաղաքապետ, Սարիկ Մինասյանը, դուք ինչպես եք համագործակցելու, որ իշահ ձեր մանդատները օգտագործեք Գյումրու զարգացման քաղաքապետի, դե քաղաքապետն է որոշումներ կայացնում։ Որոշում է կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետը մեծ հաշվով ոչ մի որոշում չի կայացնում, որոշումները կայացնում է ավականին։ Այո, բայց ամեն դեպքում համագործակցության ավականու ամենամեծ խմբակցությունը ինքը չի, որ պիտի համագործակցության եզրեր ման գան։ Դիմադիրներն են մեծամասնություն։ Հիմա դիմադիրների հետ համագործակցություն լինելու։ Մեծամասնություն։ Ասենք Մարտուն Գրիգորյանը ու Վարդան Ղուկասյանը համատեղ մեծամասնություն են, չէ, համատեղ էլ մեծամասնություն չեն, է։ Կներեք, ովքեր են ասում եք մեծամասնություն։ Ես ասում եմ Մարտուն Գրիգորյանը այնպեսի մի տեքստ ա գրել Վարդան Ղուկասյանի միանալու հետ կապված, որ նշվում որ տակը քիչ էր մնում գրած լիներ, ճիշտ է կքվեարկեմ, բայց այդ ոնց որ այդ տենց գրած ելներ, այլ հետագա համագործակցությունը կատարելապես տենց գրեթե բացառող տեքստ ա գրել։ Հիմա իրանք իրար հետ կոալիցիա են կազմում, եթե կոալիցիոն հուշագիր են, չէ, եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն։ Մանդատը տալով չի, ժողովուրդ ջան, ասում եմ մի անգամ քվեարկելու ենք, բայց ասում եմ հետագա պատասխանատվությունը չենք կրում։ Ինչը իրանից ես չգիտեմ ինչ են անելու, ես ասում եմ որ փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը այդ ավականում դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է լինել։ Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող կայացնել։ Ես էլ ասում եմ այդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք ինքը ում հետ է համագործակցություն փնտրելու։ Մենք իր հետ համագործակցություն չենք փնտրելու։ Այսինքն տապալվելու է աշխատանքները Գյումրու։ Ով է ասում տապալվելու է։ Եթե ոչ մեկ չի համագործակցում։ Բայց ով է ասում, բայց ինչ պլանում են, ինչ տապալելու պլան։ Ժողովուրդ ջան, մենք ունենք նախընտրական ծրագիր, որի համար քվեարկել է 17000 մարդ։ Դա ավելի շատ է, քան քվեարկել են Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին միասին վերցրած, եւ դա համամասնական ընտրակարգի ներդրումից հետո որևէ կուսակցության ռեկորդային թվով ձայնը։ Ոչ մի կուսակցություն դրան մոտիկ ձայն ուղղակի երբևէ չի հավաքել։ Ու մենք շարժվել ենք մեր նախընտրական ծրագրի համաձայն։ Հիմա կուզեն մեր նախընտրական ծրագրի դրույթներին կողմ քվեարկել, թող կողմ քվեարկեն։ 16-ին անակնկալներ կլինեն, թե չէ։ Այդ անակնկալները չգիտեմ, տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ինչ եք հարցնում, օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան է տենց, խիստ պրոֆեսիոնալ է դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, սենց մեծ կինդեր սյուրպրիզ էր, էլի Գյումրու համար։ Ձեր խմբակցությունը ում վրա է, ում է ճնշում։ Օրինակ Հասմիկ Ինչ է ճնշում։ Ինչա։ Որ չի նախանձում Մարտուն Գրիգորյանը, ինչ պետք է քվեարկի Դե բա ինչ ասի։ Չէ, բա ինչա, դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին։ Ես։ Չէ, դուք նախանձում եք, ես օրինակ մարդ եմ, ով Գյումրիում է եղել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հայտարել է այն մասին, որ այս երեք ուժերը մյուս միանալու են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը դրանից հետո դուրս է եկել, ասել է, ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ԿՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի։ Հետո ինքը գնացել է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու։ Հիմա այդ արտահայտությունը անելուց հետո Վարդան Ղուկասյանին ձայներ տալը ապահովելուց հետո դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին, ես չեմ նախանձում, չգիտեմ, հիմա ճիշտ բան է ասել Տիկին Հակոբյանը։ Սխալ բան չի ասել առնվազն։